Հրապարակը գրում է, որքան մոտենում են ընտրությունները, այնքան մեծանում են ճնշումներն ընդդիմադիր շրջանակների եւ նրանց համակիրների նկատմամբ։ Բացառապես քրեական մեթոդներով իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարող իշխանությունները որոշ տեղեկություններով մտավախություններ ունեն, որ իշխանության մեջ գտնվողների մի մասն էլ է իրենց դեմ։ Թերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը մարզպետների միջոցով որոշել է համայնքապետերի վախը բռնել։ Նրանց նախազգուշացրել են, եթե համապետական ընտրություններին խաղեր տան ընդդիմադիր ուժերի համար չեն ներվի, անգամ չեն սպասելու, որ ընտրություններն ավարտվեն, կպատժեն։ Ոչ իշխանական համայնքապետերից մեկը թերթին ասել է, որ դա չի նշանակում, թե իրենք վախեցել են այդ զգուշացումներից։ Նախ անվտանգ աշխատելու բոլոր ձևերը գիտեն եւ չեն պատրաստվում դավաճան իշխանության օգտին աշխատել ու ամեն ինչ անելու են իշխանապողության համար։ Փաստը գրում է. Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին փետրվարի 9-ին։ Հրամանագրի ուժի մեջ մտնելուց ընդամենը 2 օր անց։ Սյունիքի մարզպետը որոշում է ստորագրել մարզի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Քրեական օրենսգրքի համաձայն ընտրակաշառքի հանցագործության համար կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։ Այս պահի դրությամբ իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական որոշում չեն կայացրել գործով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։ Ժողովրդի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ իշխանական քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում լուրջ քննարկումների թեմա է դարձել, թե ով է լինելու կուսակցության նախընտրական ցուցակի առաջին կինը։ Համեմատաբար վերջերս ԿՊ-ին միացած Ավանեսյանը կարողացել է ավելի մեծ աջակցություն ստանալ, քան օրինակ կուսակցության երկարամյա թիմակից համարվող ԱԺ-պատգամավոր Արփիդ Ավոյանը կամ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, որին Փաշինյանն անվերապահորեն վստահում է։ Կարճ ասած, տհաճ իրավիճակ է ստեղծվել ԿՊ-ում։ Այժմ ԿՊ-ում լարված սպասում են մարտի 27-ից 28-ին նախատեսված փակ քվեարկությանը, որի արդյունքում վերջնականապես կորոշվի նախընտրական ցուցակի համարակալումը։ Հրապարակը գրում է. օրեր առաջ դադարեցվեցին ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները, քանի որ նրա նկատմամբ մեղադրական դատավճիռը մտավ ուժի մեջ։ Սա նշանակում է, որ բարձր դատարանում դատավորի թափուր տեղ կա։ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու հերթն այժմ ՀՀ նախագահինն է։ Տեղեկություններ կան, որ պետության թիվ 1 տուրիստն այդ պաշտոնում դիտարկում է Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանին, որի հետ ճանապարհ է անցել ՀԱԿ-ում եղած տարիներին։ Տիգրան Եգորյանն ու նրա կինը Լուսինե Հակոբյանը նաև այս իշխանությունների հետ սերտ կապեր ունեն։ Եգորյանը նաև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ է։ Պարզ է, որ որոշումը կայացվելու է Փաշինյանի կաբինետում։ Ժողովուրդը գրում է. ԱԺ-ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցված եղել։ Նա կրկին կանգնել է դատարանի առաջ։ Հայկ Կոնջորյանի եղբորը Ավետ Կոնջորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկված պայմաններում վարել է ավտոմեքենա։ Սա այն պայմաններում, երբ եղբայրը իշխող ՔՊ-ի կարկառուն դեմքերից է եւ անպատժելիությունը երաշխավորված է եղել։ Դատարանը վճռել է Ավետ Արսենի Կոնջորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքում եւ պատիժ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի հանգապատիկի 375,000 ՀՀ դրամի չափով։ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասի կիրառմամբ Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ նշանակված տուգանքի 375,000 ՀՀ դրամ գումարի վճարումը թույլատրել կատարել 1 տարվա ընթացքում։ Հրապարակը գրում է. իշխանական շրջանակներում մեծ ցնծություն է առաջացրել այն լուրը, որ իշխանությունն այլևս չի կարողանում գաղտնալսել իրենց Telegram եւ Signal կապերով խոսակցությունները։ Նախկինում գիտեին, որ իշխանությունը հայտնի Pegasus գաղտնալսող ծրագիրն է ձեռք բերում, որպեսզի տեղադրի քաղաքական հակառակորդների, լրագրողների, հայտնի հանրային գործիչների հեռախոսների մեջ եւ լսի։ Pegasus ծրագիրը որպես կանոն տրամադրվում է տվյալ երկրի իշխանություններին պետության անվտանգության նկատառումներով օգտագործելու նպատակով։ Սակայն երբ ծրագիրը վաճառողները պարզել են, որ Հայաստանի իշխանությունն այն բացառապես քաղաքական նկատառումներով է կիրառել, դադարեցրել են այդ ծրագրի վաճառքը եւ ՔՊ-ականները մեծ հրճվանք են ապրել։